Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որին դատապարտել են 6 տարվա ազատազրկման, վերադառնում է Հայաստան, օդանավն արդեն վայրեջք է կատարել։ Ըստ տեղեկությունների, հենց օդանավակայանում հնարավոր է կալանավորել դրան։ Այս պահին միանանք եւ տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ Ախպերձվան ասես բարի մնանում կյանք դեի։ Հալգուկեն։ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հանդիպեցավ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ Մասիսի քաղաքապետ պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որին դատապարտել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման, վերադառնում է Հայաստան։ Նա վճռի հրապարակման պահին գտնվում է Ռուսաստանում, այստեղ հավաքված են նրա աջակիցները։ Այստեղ հավաքի մասին նրանք վերջին 2 օրվա ընթացքում հայտարարություններ են տարածում։ Այստեղ մենք զրուցել ենք Դավիթ Համբարձումյանի հոր Մհեր Համբարձումյանի հետ, նա նշել է, որ հասկանում են, որ այստեղից կալանավորելու են իրենց որդուն եւ չեն եկել խնդրելու կամ պահանջելու, որպեսզի ոստիկանները չկալանավորեն, նրանք եկել են կանգնելու Դավիթ Համբարձումյանի կողքին, ցույց տալով, որ աջակցում են նրան եւ նաեւ նշել է, որ քաղաքական հետապնդում է, առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ Դավիթ Համբարձումյանը թիմ ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է։ 2018 թվականի ապրիլին Հայանիստ Հովտաշատ բնակավայրերի Խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի համար են Համբարձումյանի դեմ քրեական գործ հարուցել զինված խուլիգանության հոդվածով։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, գործը 6 տարի դատարանում էր։ Իրավապահ համակարգը պնդում է, որ ձեռք են բերվել ապացույցներ, բայց Դավիթ Համբարձումյանն ու նրա պաշտպանը հերքում են մեղսագրվող հանցանքները։ Հարգելի հետևորդներ, տեղյակ պահեմ, որ դատարանի որոշումից 1 օր անց հոկտեմբերի 24-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել է, որ Համբարձումյանին առաջադրել են վարչապետի թեկնածու, որ հետո Քախ Խայլացյալ ներկայացնեն։ Ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Համբարձումյանի գործը շարունակում է մնալ քաղաքական լարվածության կենտրոնում։ Ընդդիմությունն այն համարում է քաղաքական հաշվեհարդար, իշխանությունը արդար դատավճիռ։ Ինչի համար են մեղադրում Համբարձումյանին եւ ինչ է հայտնի տեսանյութում։ Մասիսի քաղաքապետ պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որին դատարանը դատապարտել էր 6 տարի 3 ամսվա ազատազրկման, վերադառնում է Հայաստան։ Վճռի հրապարակման պահին նա գտնվում էր Ռուսաստանում։ Դավիթ Համբարձումյանը թիմ ընտրություններում հաղթած ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն է։ 39-ամյա քաղաքապետը ծնվել է Մասիսում, միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ 2003-ից 2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ քաղաքագետ է։ Մագիստրոսական կրթությունը ստացել է Հայաստանի կառավարման ակադեմիայում, հանրային կառավարում մասնագիտությամբ։ Համբարձումյանը 2011 թվականից սկսել է աշխատել պետական համակարգում։ Նրա առաջին քայլերը եղել են Հայաստանի վերահսկիչ պալատում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015 թվականից եղել է ՀԵՑ-ի ներքին վերահսկողության վարչության պետը։ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է։ 2016 թվականից Մասիս քաղաքի ղեկավարը։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։
2018 թվականի ապրիլին Հայանիստ Հովտաշատ բնակավայրերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի համար Համբարձումյանի դեմ քրեական գործ էր հարուցվել զինված խուլիգանության հոդվածով։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, գործը 6 տարի դատարանում էր։ Թեպետ իրավապահ համակարգը պնդում է, որ ձեռք են բերվել ապացույցներ, սակայն Դավիթ Համբարձումյանն ու նրա պաշտպանը հերքում են մեղսագրվող հանցանքները։ Համբարձումյանն իր վերջին հարցազրույցում 3 օր ժամանակ է տվել ՔՊԱ-կան Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Ալեքսանյանին, որպեսզի վերջիններս ապացուցեն Համբարձումյանի մեղավորությունը։ Վահագն Ալեքսանյանն ու Ալեն Սիմոնյանն ավելի վաղ խոսել էին ինչ-որ տեսանյութերի մասին, որտեղ իբր երևում է, թե ինչպես է Համբարձումյանը կատարում նշված հանցագործությունները։ Դավիթ Համբարձումյանի փաստաբանն էլ հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ 4 անց ցուցմունք է տվել, բոլորն իրարամերժ։ Համբարձումյանը Երևան է ժամանելու այսօր հոկտեմբերի 28-ին ժամը 17:30-ի սահմաններում։ Նախատեսվում է, որ նրան օդանավակայանից կկալանավորեն։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը ժամեր առաջ փոխվել է բացակայելու արգելքով։ Կոչուբաևի երեխան ծնվել է օրեր առաջ։ Ծննդաբերությունից հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Կոչուբաևի փաստաբանը բաց նամակով այսօր դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի փոխեն փաստաբանի խափանման միջոցը։ Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառություն է միացրած։ Իսկ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինել են տնային կալանքով։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Միքայել Արզումանյանին մեղադրանք են ներկայացրել 2020 թվականի Արցախի պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արեգաբարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջ հրաման տալու համար։ Իրավական լարվածությունը չի մարում նաև եկեղեցու շուրջ։ Այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանները փորձել են ձերբակալել Տեր Փարեն Քահանա Արաքելյանին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը պատմել է, որ ոստիկանները փորձել են ձերբակալել քահանային կիրակի, երբ գնում էր պատարակ մատուցելու։ Առաջին փորձը եղել է աշտարակում թեմի առաջնորդարանի դիմաց, սակայն տեսնելով, որ քահանային ուղեկցողները շատ են, ոստիկանները հեռացել են։ Երկրորդ փորձն էլ եղել է Սաղմոսավան գնալու ճանապարհին։ Զոհրաբյանի խոսքով, երբ ոստիկանները փորձել են ուժով հասնել նրան, հանել նրան մեքենայից, Հայր Փարենը զանգահարել է եւ նրանք խոսել են բարձրախոսով։ Հայր Փարենը ոստիկանին ասաց. «Ես պատրաստվում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաժանել իմ հավատացյալներին, որպեսզի ձեր ցավը վերացնեմ»։ Ոստիկանության անզիջում դիրքորոշումը. «Նրանք կգնան 100%-ով, դա անվիճելի է»։ Պնդումները հոդս ցնդեցին Տեր Փարենի համառության շնորհիվ եւ այն ժամանակ, երբ ոստիկանությունը համոզեց, որ Տեր Փարենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե Հովհանավանք։ Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից, հատուկ շնորհակալություն հայտնելու Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվարին պայմաններում իրենց առաքելությանը հավատարմության համար։ Իսկ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերագրվող տեսանյութի վերաբերյալ, որը տարածվել էր նորահայտ տելեգրամյան ալիքում։ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հայտնում։ Առաջիկա օրերին դիմումը կուղարկվի քննչական մարմին, որ կամ վարույթ հարուցվի, կամ մերժվի։ Եվ եթե թվում է, թե հոգևորականների շուրջ այս միջադեպերը միայն հայկական իրականությանը բնորոշ երևույթ են, սխալվում եք։ Նմանատիպ արշավներ տարբեր ձևաչափերով արդեն ընթացել են մի շարք երկրներում։ Եկեղեցու դեմ հարվածները կարծես նույն ձեռագրով են գրվում, միայն անուններն են փոխվում։ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, իսկ հիմա Հայաստան։ Ինչպես սկսվեցին եւ ինչ հետևանքներ ունեցան այս գործընթացները այլ երկրներում, որն է նպատակը եւ ինչպես է հնարավոր կանգնեցնել դրսից կառավարվող այդքան դող մեքենան, Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Ուկրաինայում խուզարկություններ, հոգևորականների հետապնդումներ ու բանտարկություններ սկսվեցին 2014-ին, Մայդանի իրադարձություններից եւ Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո։ Ուկրաինայի որոշ քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ ուղղափառ եկեղեցու դեմ, որոնք տևեցին մոտ 4 տարի։ 2018-ին Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեմեոսը տվեց տոմոս, որը ճանաչում էր Ուկրաինայի եկեղեցու անկախությունը եւ ստեղծեց Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի։ Ուկրաինայի հեղափոխականները ուղղափառ եկեղեցին դիտարկում էին որպես Ռուսաստանի ներգործության գործիք եւ ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակն ավելի սրվեց։ Անգամ հավատացյալների միջև բախումներ գրանցվեցին։ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է արդեն մոտ 10 տարի։ Վերջին տարիներին դառնալով պետական քաղաքականության մաս, Մոսկվայի ազդեցությունը զսպելու նպատակով։
Վրաստանում ուղղափառ եկեղեցու դեմ պայքարը սկսվեց 2019-ից 2020 թվականներին։ Գլխավոր պատճառը կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն էին, որոնք սահմանափակում էին եկեղեցու պետական արտոնություններն ու գույքային իրավունքները։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչ այդ արտոնություններ ուներ մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Հանդուրժողականության եւ բազմազանության ինստիտուտն այդ արտոնությունները չհիմնավորված էր համարել եւ կապում էր երկրի ռեսուրսների վերահսկման ու ընտրություններից առաջ ազդեցություն ձեռք բերելու հետ։ Երկրում ձերբակալություններ, հետապնդումներ չեղան այդ ժամանակ, բայց մթնոլորտը փոխվեց։ Պատրիարք Իլիա II կոչ էր արել հոգևորականներին պահպանել քաղաքական չեզոքություն, նշելով, որ եկեղեցին միավորող ուժ է ազգային մակարդակում։ Վրաց ուղղափառ եկեղեցին գունավոր հեղափոխությունից հետո մի շարք հարցերում անհամաձայնություններ է ունեցել կառավարության հետ։ Դրանցից ամենակննարկվողներից մեկը 2014 թվականին Վրաստանում ընդունված հակադիսկրիմինացիոն օրենքն է, որը ներառում էր սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հասկացությունները։ Պատրիարք Իլիա II-ն այն բնութագրել էր որպես մեծ մեղք, որն օրինականացնում է անօրինությունը։ Նա նշել է, որ այն կտրուկ մերժվում է ուղղափառ հետևորդների կողմից։ Վրաստանում հոգևոր ուժեղ առաջնորդի շնորհիվ ուղղափառ եկեղեցին չկորցրեց իր վարկանիշն ու ազդեցությունը հասարակության վրա։ Արևելյան Եվրոպայի մյուս երկրում Մոլդովայում ուղղափառ եկեղեցու դեմ արշավ սկսվեց 2023-ին, նախագահ Մայա Սանդուի նախաձեռնությամբ, խորհրդարանականների աջակցությամբ։ Հիմնական պահանջը եկեղեցին երկրից հեռացնելն էր։ Եկեղեցին մերժեց իշխանության պահանջներն, ինչը ստեղծեց կրոնական լարվածություն եւ հասարակության բևեռացում։ Մոլդովայում արշավը դեռ ընթացքի մեջ է։ Դուք նմանություն տեսնում եք եկեղեցիների դեմ արշավներում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում նույնպես սկսվեցին հակաեկեղեցական գործողություններ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով։ Սկզբում դրանք արտահայտվեցին մի քանի ակցիաներով, սակայն 2025-ին նոր թափ ստացան։ Ձերբակալեցին Բագրատ arczepiskopos Գալստանյանին, դրան հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը, 2 տարով ազատազրկումը։ Բանտում հայտնվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Մենք չենք խոչընդոտում, դուք եք խոչընդոտում։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտելը հետ գնացեք։ Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Այդ նոր փուլը Փաշինյանը մեկնարկեց Հովանավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած կեղծ պատարագին մասնակցելով։ Այս արշավը ընթացքի մեջ է, աչքի առաջ ունենալով Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի փորձը։ Ինչպես կավարտվի, կաթողիկոսի ու հասարակության քայլերից է կախված։ Երբ հավատքը դառնում է քաղաքական գործիք, շատ հաճախ նույնը կատարվում է նաև արդարադատության հետ։ Եկեղեցուց տեղափոխվենք դատարաններ։ Ռուբեն Վարդանյանի գործը Բաքվում ևս գտնվում է վերահսկվող գործընթացի պայմաններում։ Նրան նոր փաստաբան են նշանակել, այս անգամ ադրբեջանցի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի նախկին պետնախարարը չի առարկել որոշմանը։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից, հայտնելով իր դժգոհությունը իրավական գործընթացի ընդհանուր ընթացքի մասին։ Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 4-ին է։ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ դատարանը դեռ չունի որոշում, իսկ Վագիվ Խաչատրյանին, ում կեղծ մեղադրանքներով արդեն դատապարտել են 15 տարվա ազատազրկման, այսօր 70-ամյակը դիմավորում է Բաքվում ազատությունից, ընտանիքից, հայրենիքից հեռու։ Վագիվ Խաչատրյանը Արցախի բնակիչ է, որը 2023-ի հուլիսին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվում էր Երևան բուժման, բայց նրան առևանգեցին հենց Հակարիի կամրջի վրա։ Վագիվ Խաչատրյանի 70-ամյակը լրացավ Բաքվում, ազատությունից, ընտանիքից ու հայրենիքից հեռու։
Աղջիկը Հայաստանից Ադրբեջան իր սերը կարոտն է ուղարկում հորը, վստահ լինելով հայրը կզգա աղջիկների ջերմությունը։ Օդային գրկում ենք քեզ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը, այն ուժը, որը պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Մենք խենթանում ենք անզորությունից։ Դու գալու ես։ Վստահ ենք։ Խոստացել ես։ Ֆիզիկապես Խաչատրյանների ընտանիքը 2 տարի է բաժանված է։ 2023 թվականի հուլիսի 29-ին առողջական լուրջ խնդիրներով Վագիվ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Երևան էր գալիս։ Նրան առևանգեցին Հակարիի կամուրջը փակած ադրբեջանցիներն ու տեղափոխեցին Բաքու։ Վագիվ Խաչատրյանին Բաքուն կեղծ մեղադրանք է առաջադրել։ Իբր անդամակցել է հանցավոր խմբի ու սպանել 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին եւ տեղահանել 358-ին։ Խաչատրյանը չի ընդունել մեղավորությունը։ Այստեղ շատ մարդ կա, որևէ մեկը կասի, որ Վագիվը մեկին ծեծել է, վիրավորել, բոլորը այստեղ են, թող գոնե մեկը ասի, դու դա արել ես։ Բաքվում Վագիվ Խաչատրյանի դեմ կեղծ դատավարությունը մեկնարկել էր 2023-ի հոկտեմբերի 13-ին։ Նրան նոյեմբերի 7-ին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Վագիվ Խաչատրյանը 5 տարին կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը խիստ ռեժիմով ուղիչ հիմնարկում։ Վագիվ Խաչատրյանի դուստրերը, հարազատներն ու այլ քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացրել։ Հայաստանի կառավարությունից պահանջել գործել, իսկ Ադրբեջանին վերջ տալ կեղծ դատավարությանը։ Հոր 70-ամյակին աղջիկները, հարազատներն անգամ մեկ զանգի, հոր ձայնը 1 րոպե լսելու հնարավորություն չունեն։ Մենք խենթանում ենք անզորությունից։ Դու գալու ես։ Վստահ ենք։ Խոստացել ես։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Երևանի պետական համալսարանում եւս մեկ դասախոսի են հեռացրել։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Սահակ Մանուկյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իրեն ազատել են աշխատանքից, պարզվում է, պատճառը դասախոսության ժամանակ իր բերած օրինակն է, որը ըստ իրեն վիրավորել է իշխող կուսակցության մի падգամավորի արժանապատվությունը։ Դրանից հետո ըստ Մանուկյանի ԵՊՀ ռեկտորը որոշել է իրեն ազատել աշխատանքից։ Պատմությունը եղել է հետևյալը, մոտ 1 շաբաթ առաջ ես իմ հերթական դասախոսությունը կարդում կոմունիստ դասավանդող առարկայի շրջանակներում ներկայացնում եմ դեմոկրատական քաղաքական ռեժիմը եւ նրա հատկանիշները, երբ որ խոսքը հասավ արդեն խոսքի ազատությանը, երեխեքին բացատրեցի ուսանողներից, որ իմացեք, որ անգամ դեմոկրատական ռեժիմի պայմաններում խոսքի ազատությունը չի կարող կրել բացարձակ բնույթ։ Եվ վերջանում է խոսքի ազատությունը այնտեղ, որտեղ սկսում է ուրիշի արժանապատվությունը։ Որպեսզի ուսանողները հասկանան զրպարտությունը վիրավորանքից ինչով է տարբերվում, ես իրական դեպքեր եմ սկսում իրենց հետ քննարկել, որը մեջ բերված էր Սկոչանդվիսկի ֆիլմից, եւ այդ ֆիլմում օգտագործվող բառապաշարից մեկի վերաբերյալ կա հարուցված մեկ քրեական գործ եւ մեկ քաղաքացիական գործ։ Ուսանողը առանց ինձանից տեղեկություն, թույլտվություն հարցնելու նախ նկարում է ինձ եւ ըստ էության լսելու եւ հասկանալու փոխարեն նա սկսել է տարբեր բաներ նկարել գրատախտակին իմ կողմից գրված բառեր, որոնք որ մենք պետք է կուրսում կշռադատեինք, համարում են վիրավորանք թե զրպարտություն։ Ես ասել եմ, որ այս այսինչ քաղաքացիական գործով, այսինչ արտադրության համար հայց որ եղել է այսինչը, պատասխանողը եղել է այնինչը։ Իդեպ ԵՊՀ մամուլի խոսնակն ավելի ուշ պարզաբանել է, որ Սահակ Մանուկյանին հեռացրել են համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը ըստ ԵՊՀ խոսնակի դրանք խախտել է բազմիցս։ Եվ վերջերս ծնողների շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկի մասին։ Փոքրիկների սիրելի զվարճանքը, փափուկ ու գունավոր սլայմը իրականում վտանգում է երեխայի առողջությունը։ Շուկայի վերահսկողության տեսչությունն է նախազգուշացնում, այդ խաղալիքի մեջ կան վտանգավոր քիմիկատներ։ Մանրամասները ռեպորտաժում։ Առաջին հայացքից սովորական խաղալիք է, գունավոր, հետաքրքիր, բայց պարզվում է կարող է վտանգել ձեր երեխայի առողջությանը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հրապարակել է հերթական վտանգավոր ապրանքների ցանկը, այդ թվում այս անգամ սլայմն է։
Սլայմը փափուկ, ձգվող գունավոր զանգված է, որը վերջին տարիներին դարձել է երեխաների ամենասիրելի խաղալիքներից մեկը։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգին եւ պարունակում է վտանգավոր քիմիական բաղադրիչներ։ Հորդորում ենք բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատեն տեսչական մարմնի հետ եւ վերադարձնեն դրանք, հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։ Ծնողների մի մասը խաղալիքի մասին չի լսել, իսկ մի մասն արդեն համացանցից տեղեկացել էր վտանգավոր բաղադրություն ունեցող խաղալիքների մասին եւ ազատվել դրանցից։ Ճիշտն ասած, համացանցում կարդացել էի խաղալիքի վտանգավորության մասին, բայց հյուրեր ունեի, երեխայից բերել էին նվեր խաղալիքից, ստիպված եղա տալ, որպեսզի խաղա, որովհետև շատ էր ուզում, բայց մի քանի րոպե հետո ձեռքից վերցրեցի եւ նետեցի աղբամանը։ Այս վերջերս էլի գնացինք, բայց երբ իմացա հայտարարվեց, որ դա շատ վտանգավոր է, նույնիսկ թունավոր է, նետել եմ աղբամանը։ Нет, я не догадывалась об этом. Չգիտեի այդ մասին, բայց քանի որ արդեն իմացա, ավելի զգուշորեն կմոտենամ խաղալիքների ընտրությանը, անպայման կուսումնասիրեմ բաղադրությունը եւ չեմ գնի, եթե այն ունենա վատ բաղադրություն։ Хороший будет вредить здоровью ребенка. Խաղալիքը, որ խաղում են քիմիական նյութերով պատկերված, ես շատ անգամ ուշադիր եմ, որ հանկարծ երեխան հակաբերանը չտանի։ Եթե բերան տանի, շորերը կեղտոտելը լվանալը ուրիշ բան է, բայց եթե ձեռքերով խաղա ու հանկարծ երեխայը չես կարող արկալել ու բերանը տանի ձեռքը արդեն քիմիական վտանգավոր է։ Բնականաբար, երբ որ մենք գնում ենք եւ մենք դա պահանջում ենք նաեւ ծնողներից, որ երեխաներին գնեն էկոլոգիապես մաքուր, ոչ քիմիական նյութերից պատրաստված, հատկապես կան մի շարք խաղալիքներ, չեմ ուզում անվանարկել ինչպիսին, որոնք որ դրանք եւ վտանգ են առողջությանը եւ ստրես են, հոգեբանական խնդիրներ են։ Այսինքն դուրս է գալիս, որ յուրաքանչյուր ծնող, յուրաքանչյուր մայր, կին, մարդ պետք է անպայման երբ որ մի երեխային ինչ-որ նախ պետք է մտածի այդ երեխային ինքը որպես խաղալիք, ինչ որ մի զարգացում կտա, թե ոչ։ Մանկաբույժներն ասում են, նման խաղալիքները վերջին շրջանում դարձել են բավականին թրենդային եւ գրեթե յուրաքանչյուր երեխայի հասանելի են, սակայն դրանց բաղադրությունը հաճախ անծանոթ է ծնողներին։ Եթե խոսենք առանձին նրանց ազդեցությունների մասին, գունանյութերը ինքնին կարող են վտանգ ներկայացնել, համարվելով սուր ալերգեններ։ Այսինքն բալիկով, որ 3-4 տարեկան է, կյանքում առաջին անգամ շփվում է այդ նյութերի հետ, կարող է դրսևորվել որպես սուր ալերգիկ ռեակցիա, արտահայտվելով մաշկի ցանավորմամբ կամ տեղային չորություններով, որպես ատոպիկ դերմատիտ, ինչպես նաև շնչական խանգարումներով, ընդհանուր մինչև շնչառության վատացում, հազ, հեվոցի զարգացում։ Սովորական գունավոր ու փափուկ խաղալիքների տեսք ունեցող սլայմերը կարող են իրականում լուրջ հետևանքներ ունենալ երեխայի առողջության վրա։ Մասնագետներն ու վերահսկող մարմինները հորդորում են ծնողներին լինել ուշադիր ու պատասխանատու, քանի որ երեխաների անվտանգ խաղը սկսվում է մեծահասակների տեղեկացված ընտրությունից։ Միջազգային հրահոսից Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները ստորագրել են գործակցության հուշագիր կարևորագույն հանքանյութերի ոլորտում եւ հայտարարել հարաբերությունների նոր ոսկեդարի մեկնարկի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան Վաշինգտոնից պատվիրել է շատ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Այսպիսով Տոկիոն եւ Վաշինգտոնը ամրապնդում են ռազմատնտեսական դաշինքը Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու նպատակով։ Իսկ Մալազիայում կայացած հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովում Չինաստանի վարչապետ Լի Ցյանը կոչ է արել տարածաշրջանային առաջնորդներին պաշտպանել ազատ առևտրի սկզբունքները եւ դիմադրել պրոտեկցիոնիզմին հովանավորման համակարգին։ Նրա հայտարարությունը հնչել է Դոնալդ Թրամփի բարձր մաքսատուրքերի վերաբերյալ ելույթից ընդամենը 1 օր անց։ Չինաստանը Թրամփի տնտեսական քաղաքականությունը բնորոշել է որպես խոչընդոտ համաշխարհային առևտրի հովանավորման համակարգին։ Նույն գագաթնաժողովում Կանադայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփին առևտրային լարվածությունը մեղմելու նպատակով։ Եվ վերջում ոտքի դատարանն է գալիս կատվի համար։ Բոստոնում դատարանը սխալմամբ կանչել է հարցաքննության Փափկամազ անունով մի կատվի։ Պարզվել է, որ կենդանու տիրոջ անունը համակարգում մուտք էր արվել որպես Փափկամազ կատու, ինչն էլ առաջացրել էր իրավական խառնաշփոթ։ Թեև սխալը արագ շտկվել է, դեպքը դարձել է համացանցային հիթ եւ նոր քննարկումների պատճառ արհեստական բանականությամբ աշխատող ավտոմատացված համակարգերի հուսալիության շուրջ։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։